շուտ մեծանում Ինչու չեն մեզ մեծերը լավ հասկանում Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը Դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզից ծոցը Դպրոցում ենք մեծանում, դպրոցում ենք նոր դառնում Դպրոցից ենք մենք հեռանում, մեծ աշխարհին ենք միանում Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզից ծոցը Ինչու ենք մենք բոլորը շուտ մեծանում Ինչու չեն մեզ մեծերը լավ հասկանում Դպրոցական տարիները թռնում են ինչպես ժամերը Դպրոցական այս օրերը դառնում են մեր լավ հուշերը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ դառել է իմ ամրոցը Ես սիրում եմ իմ դպրոցը, որ առել է մեզից ծոցը Դպրոցում ենք Մասնակիցները ապօրինի ընկերված են կամ կմիլիոնի վերջետասկությունից դուրս Խնդրում եմ փորձել փողը լուր
Վայ, երեխեք, իմ հեռախոսով տաղջրագիր է հայտնվել, ես հաստատ չեմ ներբեռնել։ Ինձ մոտ էլ կա, անունը շատ տարօրինակ է, երազանքների գնացք։ Այս ծրագիրը հասանելի է միայն նրանց, ովքեր բարեհաջող կանցնեն գնացքի բոլոր կայարանները։ Շատ հետաքրքիր է, կարծում եմ իմ դասընկերները նույնպես ցանկություն կունենան հայտնվել երազանքների գնացքում։ Դե ուրեմն, եկեք կանչենք մեր ընկերներին և միասին անցնենք բոլոր կայարաններով։ Իսկ ես Լովան, մենք արհեստական բանականություն ենք, եթե ուզում եք, որ մենք հայտնվենք ձեր էկրանին, սեղմեք մեր։ Ահա և մենք, եթե ուզում եք մուտք գործել երազանքների գնաց հավելվածը, պետք է կատարել մեր հանձնարարությունները, պատրաստ եք։ Իհարկե, պատրաստ ենք։ Բարի գալուս, այս ծրագրի առաջին կայարանը կոչվում է ընկերություն։ Որպեսզի մուտք գործեք ընկերություն ծառայել, պետք է ներկայացնեք քեզի ընկերությունը։ Ընկերությունը այս կյանքի մեծագույն ուրախություններից է։ Ընկերության մեր երջանկությունը այն է, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։ Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրա մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։ Իսկական ընկերությունը կրկնապատկում է ուրախությունը և կիսով չափ պակասեցնում վշտերը։ Ընկերությունը հավատ է, վստահություն, հոգատարություն ու անկեղծություն, այս սովորեցնում է սիրել, ներել, հասկանալ։ Ընկեր ունենալը մեծ երջանկություն է, իսկ լավ ընկեր լինելը մեծ պատասխանատվություն։ Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է համարել, որ ինքը երկու հոգի է։ Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։ Ընկերությունը, որ ընդհատվել է, ուրեմն գնահ չի էլ սկսվել։ Իսկական ընկերը նա է, ով ասում է քո սխալների մասին և օգնում է ուղղել դրան, այլ ոչ թե լռում։ Սիրում և ընդունում եմ քեզ,
և չի փորձում փոխել քեզ։ Իսկական ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել։ Ուզում եմ ասել իմ բոլոր ընկերներին, որ ես ձեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսի ընկեր, ինչպիսին դուք եք ինձ համար։ Շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում։ Եվ ի վերջո ընկերությունը, միասնությունն է, համախմբվածությունը, միասին երազանքների հասնելը, մեկը մյուսի թիկունքին կանգնելը, միասին լավ գործերի արարումը։ Եկեք գնահատենք ընկերությունը, պահպանենք այն մեր սրտերում և միշտ լինենք իրար համար հավատարիմ ընկերներ, որովհետև աշխարհում ամենագեղեցիկ պարգևներից մեկը հենց անկեղծ ընկերությունն է։ Մշակույթը դա մարդկության ստեղծած արժեքների ամբողջությունն է, գիտությունը, արվեստը, նկարչությունը, քանդակագործությունը, ճարտարապետությունը, թատրոնը, երաժշտությունն ու պարարվեստը։ Հայ ժողովուրդը դարի ընթացքում ստեղծել է հարուստ ու բազմաշերտ մշակույթ։ Մեր մշակութային գործիչները Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Պարույր Սևակ, Մարտիրոս Սարյան, Մհեր Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Աբլո Բաբաջարյան, Ալեքսանդր Թամանյան և այլոք ստեղծել են արժեքներ, որոնք ոգեշնչում են սերունդներին։ Մշակութային իրատու գերք է, հայկական օրինազանը, լիսիրով, ներկույցան, հայկական բկու խորության։
մշակութային արժեքներից ձեզ համար կկատարեք մի գեղեցիկ ստեղծագործություն։ Չիղին կղնձեր, շիկացած երակ, կավիք ճաղճկած, շոք
երգ ես լսել, ահ դու կականջ։ Ես քո լանջին մի շող, փոքրիկ ափեմ, արևի շող, դու իմ ջամփին հավատ ես, հույս, բար ու շքեղ մի արշալույս։ Ես քո լանջից ելնող շավիղ, ժիր շրաջան մի շարավիղ, դու ինձ տրված մի սուրբ գարիք և մեծ ու հին մի հայրենիք։ Սպասիր, Հայաստան, դեր քո գինքը պիտի կան շատ բանդող թային, պիտի համախմբվենք ես հետ և պիտի օգնենք հովավորը կառուցելու համար։ Սպասիր, Հայաստան, ես քո բաղվա օրվա, ազատ ու արգախ քաղաքացին եմ և դեմ շատ եմ օգնելու քեզ, քանի որ մենք մեր նախնիների արդար գոտ ու շարունակողներն ենք և վստահ հպարտորեն ասում ենք. Մենք քո զավակն ենք, Հայաստան։ Հայ ժողովուրդ, կմնաս հավեր ժամանակ, քանզի քեզնից ծնված, քեզ աշխանի զավակներդ են կերտում քո պատմությունը։ Իմ հայրենիքը ես եմ զարկը քո բաստի, իսկ նման քանի զարկեր, հավաքվելով բռնց չեն դառնալու ու հավախմբեն, ես մի ծինն եմ քո անարտին, որի հազարավոր ծիները պիտի հասակ առնեն ու դառնան քո ապագան։ Հայրենասիրությունը երկրի վրա ապագան կերտելու ամենապատասխանատու բայց ճշմարիտ ուղին է։ Հայրերի գրավում է հայրենասիրությամբ և այսպես դուք հասաք վերջին կայարան, Պայրուր Սևանկի անվան թիվ 2 հիմնական դպրոց։ Այս կայարանում դուք պետք է հիշեք ամենամջեր վայրը մանկությունից։ Որին անվանում են 4-րդ A դասարան։ Այսօրվա պես հիշում եմ իմ առաջին անգամ բարձրաձայն կարդալը։ Ես իմ գրած առաջին ծուռմուռ ես հիշում եմ, երբ ուսուցիչս ինձ ասաց, դու կարող ես։ Հիշում եմ մեր առաջին էքսկուրսիան, մեր ծանոթությունը դպրոցի ընկերների հետ։
Հիշում եմ, երբ Արցակը մեզնից մեծ էր ու ծանր։ Մանկությունն այն գլխատական աշխարհն է, որտեղ ամեն օրը լի է նոր բացահայտումներով, շփիթներով, անմոռանալի բահերով։ Դպրոցական տարիներն առանձնահատուկ տեղ ունեն մեր հիշողություններում, որովհետև հենց այստեղ է ծնվել առաջին ընկերությունները, առաջին հաջողություններն ու ամենաջերմ հուշերը։ Մանկության ամենաքանչը հիշողությունների շատերը կապված է դպրոցի և մեծ սիրելի ուսուցիչների հետ։ Ուսուցիչը երբեմն այնքան շատ դերեր է ստանձնում, որ թվում է մեր մասնագիտությունը նրան պարզապես քիչ է։ Հիմա միասին տեսնենք, թե ինչեր է հարցնում անել մեր սիրելի ուսուցչուհին։ Բարև ձեզ, ընկեր Պողոսյան, խնդրում եմ հետևեք, որ երեխաս ճաշարանում լավ սնվի, ամեն ինչ ուտի, սոված չմնա։ Այո, իհարկե, սիրով, ուշադիր կլինեմ, որ ձեր երեխան լավ սնվի։ Մեր ուսուցչուհին նաև սննդակ բան է։ Բարև ձեզ, ընկեր Պողոսյան, խնդրում եմ հետևեք, որ երեխայից ոչ ոք չնեղացնի, իրեն կողքիկ պահի, չվազի դասամիջոցների, չկռվի իր ընկերների հետ։ Այո, իհարկե, ես միշտ հետևում եմ երեխաների անվտանգությանը և կարգապահությանը։ Ստացվում է, ընկեր Պողոսյանը ոչ միայն ուսուցչուհի է, այլ նաև կարգապահող ոստիկան։ Բարև ձեզ, ընկեր Պողոսյան ջան, խնդրում եմ, միշտ երեխայիս կողքին եղեք, աստիճաններով իջնելիս պահեք, պահում նայեք, որ հանկարծ չընկնի, չվնասվի։ Այո, անշուշտ, ես միշտ ուշադիր եմ երեխաների նկատմամբ, փաստորեն ընկեր Պողոսյանը ոչ միայն ուսուցիչ է, այլ նաև թիկնապահ։ Ընկեր Պողոսյան, եթե հանկարծ երեխաս հազա, թրշտա, հոգնի, կամ ասի, որ գլուխը ցավում է, խնդրում եմ, ուշադիր եղեք։ Այո, իհարկե, ես միշտ ուշադիր եմ երեխաների ինքնազգացողությանը։ Պարզում եմ, մեր ուսուցիչը նաև բժիշկ է։ Բարև ձեզ, ինչ եք կարծում, երեխաս հետագայում գերազանցիկ կլինի, մեծ մարդ կդառնա, ապագայում մեծ հաջողությունների կհասնի։ Մենք իհարկե ամեն ինչ անում ենք, որ երեխաները լավ սովորեն, զարգանան և մեծ հաջողություններ ունենան։ Այս հարցից հետո արդեն պարզ է, որ մեր ուսուցչուհին նաև գուշակ է։ Խղճ ուսուցիչներ, էլ ինչ մասնագիտություն ասես, որ չունեն։ Այս ամենը իհարկե կատակ է, բայց արդեն մեծացել է։ Ավարտում է մեր ոսկեծան մանկությունը, դառնում են պատանիներ, շուտով կփոխադրվենք 5-րդ դասարան, միջին դպրոց։ Բայց միշտ տարեկան դպրոցին երաժշտալը մի շարք կարևոր գործեր ունենք։ Այս 4 տարիների ընթացքում շատ բան սովորեցինք, լինել հանդուրժող, ընկերասեր, խոհեմ, նպատակասլաց, համառ և որ ամենակարևորն է, սովորեցինք գնահատել ժամանակը և շնորհակալ լինել յուրաքանչյուր օրվա համար։ Սովորեցինք շնորհակալություն ասել բոլորին, մեր շրջապատող աշխարհին, բնությանը։ Սիրելի Մարիկ, շնորհակալ եմ, որ դու իմ կյանքի ամենաջերմ ինձն ես, իմ ապավենը։ Դու այն մարդն ես, ով ինձ հասկանում է նույնիսկ իմ դրության մեջ, և ով միշտ իմ սրտի ամենատաքուկ անկյունը պահում է միայն ինձ համար։ Շնորհակալ եմ, մամ, հանքում գիշերների, անսահման համբերության, անվերջ նվիրվածության համար։ Շնորհակալ եմ, մամ, քո սեր մարդությունը վաղեր ապահում ու առաջնորդում է ինձ։ Դու ոչ միայն իմ մայրիկն ես, այլ իմ սրտի խաղաղությունը, իմ ուժը, իմ վստահությունը աշխարհի հանդեպ։ Մայրն անյակն է, ով աղոթքի ժամանակը միշտ առաջին հերթին որդու համար երջանկություն է խնդրում Աստծուց։ Ես գուցե լույս բառերով չկարողանամ ասել, թե որքան շատ եմ քեզ սիրում, բայց իմ սրտում կա անվերջ շնորհակալություն քո հանդեպ, շնորհակալ եմ, որ կաս։
ուսուցիչների ու սիրո համար։ Շնորհակալություն ենք մեզ ասում, երբ մեզ հասկանում ենք, շնորհակալություն ենք մեզ ասում, երբ իրար օգնում ենք, շնորհակալություն ենք մեզ ասում, երբ մեզ հասկանում ենք, շնորհակալություն ենք մեզ ասում, երբ իրար օգնում ենք։ Մենք այս դպրոցի աշակերտներս կրում ենք հաջողորդի ազնմեն մշակույթի ուժն ու ոգին։ Քանի դեռ մենք սովորում ենք այս դպրոցում, այս դահլիճում պիտի ինչի մեր երգը, պիտի ցնդա մեր պարպարը, թող մեր քայլերի զարկը դառնա պատմության արձագանք, մեր կանչը սերունդների ձայն եւ մեր ելույթը ապացույց, որ մենք արժանի ժառանգներն ենք այն մշակույթի, որը մեզ փոխանցվել է որպես սրբություն։ Քանի դեռ մենք այստեղ ենք, այս բեմը չի լռելու, այն ապրելու է մեր երգով, անշնչելու է մեր բարով եւ խոսելու է մեր անունից հպարտ, հաստատուն եւ անմար։ Շնորհակալ եմ, որ կաք, շնորհակալ եմ, որ ապրում ենք, տեսնում ենք ամենօրյա լույսը, շնորհակալ եմ ընկեր Միքայելյան ձեզ, որ միշտ մեզ ոգեշնչում եք, թևեր եք տալիս, շնորհակալ եմ իմ կոլեկտիվին, շնորհակալ եմ իմ առաջին ուսուցչուհուն, ով ամեն իմ միջոցառմանը այստեղ է, ես իրենից միշտ սովորելու կանում եմ, շնորհակալ եմ Գերանտոնյան ձեր աջակցությունը մեծանես համար, շնորհակալ եմ իմ ծնողներին, որովհետև այն ինչ տեսակ միայն ինձ հետ ուժերով չէր կարող։ Եվ վերջո շնորհակալ եմ իմ սաներին, որ իմ յուրաքանչյուր օրը լցնում են սիրո ջերմությամբ, ոչ միայն դպրոցում, այլև այդ շարունակական է նաև տանում։
Շնորհակալ եմ, որ կարողացաք իրագործել այն ամենը, այն մտահղացումներս, ինչը որ ծրագրել էի մեր միջոցառման հետ կապված։ Այս 4 տարիների ընթացքում ձեզանից յուրաքանչյուրի մեջ բացահայտել եմ մի լույս, երբեք չկորցնեք այդ լույսը։ Ես ուզում եմ, որ դուք սիրեք կյանքը, ապրեք, երազեք, ձգտեք, պայքարեք, բայց երբեք չդադարեք վստահ լինել ձեր ուժերին, հավատացեք ինքներդ ձեզ, և ես կրկին անգամ կրկնում եմ, դուք կարող եք։ Շնորհավորում եմ ձեզ, որովհետև ձեր միջոցառումը որոշակի իմաստով հրաժեշտի միջոցառում։ Ճիշտ է, դուք հրաժեշտ չեք տալիս, բայց դուք հանրապետության առաջին աստիճանն եք ավարտում, այսինքն տարական դպրոց եք ավարտում։ Եվս մի քանի օր եւ դուք հրաժեշտ եք տալիս Ինգեր Պողոսյանին։ Ինգեր Պողոսյանը այլևս ձեր դասվարը չի լինում։ Չնայած նա չի դադարում ձեր ուսուցիչը։ Այսինքն դուք մեր սաներն եք, այնպես չի որ մենք ուզվում ենք հրաժեշտ ենք տալիս իրար, դուք ամենուր կարող եք տեսնել Ինգեր Պողոսյանի խորհրդակցել, առնչվել, ես վստահ եմ, որ Ինգեր Պողոսյանը մինչև ձեր դպրոցն ավարտելու այդ 9 տարիների ամբողջության մեջ ինքը ձեր խորհրդին է լինել եւ չի դարձել։ Շնորհավորում եմ ձեզ, որովհետև դուք շատ փայլուն երևույթ ունեցաք։ Ձեզ պարեցիք մեծի պես, 60 երեխաների պես, 60 աշակերտների պես, եւ դեռ պատանի լինելու համար ժամանակ կա, այդպես մի բազ եք, դեռ չեք հասել, պատանի չէ, դեռ մենք միասին բարդ դեռահասության շրջան ենք անցնել։ Ու որ խոսք եք տալիս, որ դուք կարգապահ օրինակ դերի աշակերտներ եք, հայ այդտեղ ես շատ եմ հասկանում, որտեղ դուք չկա։ Մի խոսք տվեք մի բան, որտեղ դուք չկա։ Այն է, որ ես ամեն դասադուսումից հետո ձեզ խրախուսում եմ, այո, դա էլ չես է, որովհետև դուք շատ լավ եք աշխատում, դուք պատվաճանար չեք, սովորում, բայց չարեք, կարգապահ։ Ես պիտի փորձեք երկրորդ դասանում աստիճանաբար շփվելով, այո, աստիճանաբար շփվելով պիտի գարտել։ Բայց որ շնորհալի եք, որ խելացի եք, որ այո, լավ կազմակերպված կոլեկտիվ եք, այդ 4 տարիների ընթացքում Ինգեր Պողոսյանը դրան հասել է մեծ աշխատանքի շնորհիվ։ Սիրելի ծնողներ, այս մեր միջոցառման մեջ մի փոքր սկատակի մաս կար, բայց ինքը իրականում իրականություն է։ Դուք իրականում ձեր ամենաթանկն եք մեզ վստահում, մենք դա շատ հասկանում ենք, շատ գնահատում ենք եւ կարեւորում ենք եւ իրոք պատասխանատու ենք ձեզ այս հարցում, որովհետեւ ձեր երեխաների կյանքից թանկ բան եւ ձեր համար եւ մեր համար չկա։ Եվ այն ինչ ասվեց երեխաների լեզվով, այն պատասխանատվությունները մի քանի շրջով կրում են մեր բոլոր ուսուցիչները։ Ինձանից սկսած մինչև մեր տնապահն ու մեր վարկի հավաքարարը եւ պահակները ձեր երեխաների համար պատասխանատու ենք եւ սա դուք տարբեր շերտերով, տարբեր հարթակներով տեսնում եք։ Անկամ պատասխանատու եւ հաշվետու ենք այս միջոցառումով, որովհետեւ 4 տարի ձեր երեխաները ի վերջո հանրակրթության առաջին աստիճան են ավարտում, ինչ եք մենք ձեզ տալու, ինչ եք ներկայացնելու ձեզ։ Ես կարծում եմ այն բոլոր կարողությունները, այն բոլոր հմտությունները, ինչը կատակով, ինչը իրականում լուրջ, ինչը իրենց խոսքով են կանգնելով, խոսքով, պարով, իրար օգնելով, իրար լրացնելով, ինչ որ ձեզ ներկայացեցին, այս բոլոր կարողությունները Ինգեր Պողոսյանի եւ մեր մյուս մանկավարժական աշխատողների ջանքերի շնորհիվ է։ Սա մի օրում չի լինում, սա երկարատև եւ ջանասիրաբար աշխատանքի շնորհիվ է։ Շնորհավորում եմ ձեզ։ Ես այս տարի դուք առաջին սերունդն եք, որ քննություն չի տալու, մենք ձեզ չենք գնահատելու, մենք ձեզ բնութագրելու ենք։ Եվ այդ բնութագրիչները այնքան բազմաշերտ են, որ ձեր յուրաքանչյուր գիտելիք, ձեր յուրաքանչյուր կարողություն, դիրքորոշում, ամեն ինչ այդտեղ արտացոլվելու է։ Ձեր ծնողները տեսնելու են ոչ միայն մի հատ գնահատական դրված իմնի ձևով, այլ տեսնելու են այն բոլոր կարողությունները, որ կարողանում կամ չեք կարողանում անել։ Եվ սա պետք է ձեր համար հիմք հանդիսանա երեխաներ, որ դուք դրանք հասցնեք կարողանաք կատարել։ Շատ գեղեցիկ գույն էի կտրել Ինգեր Պողոսյան, երազանքի գույն է, ես կարծում եմ բաց կապուտի երազանքի գույն է, թող ձեր երազանքները միշտ բարի թևերով
հետաքրքիր։ Ապրեք շատ։ Շնորհակալ եմ։ Առաջին վերջին ես ուզում եմ շնորհավորել ես հրաշք բարիքները, ես հրաշք երեխաները։ Շնորհակալություն, այդ ձեր ասած շնորհակալությունը ձեզ անհանգստում։ Այսքան գեղեցիկ, այսքան լավ ինքնասարմար, այսքան դրական էմոցիաներ հավաքելու համար։ Դուք շատ լավ եք, դուք շատ խելացի եք։ Ձեր ուսուցումը ինքն է ձեր տարիքում հենց այսպիսի էր։ Ես ուզում եմ, որ դուք միշտ բաց եք պահել մեր դպրոցի և ձեր դասվարի անունը, որովհետև դուք 4 տարի շարունակ խոստացել եք, սովորել եք, գիտելիքներ եք ձեռք բերել, հմտություններ, զարգացրել եք ձեր տրամաբանությունը, ձեր մտածելու կարողությունը, վերլուծական միտքը, դուք շատ գերազանց եք այսօր։ Եվ սա ես կարծում եմ, որ մենք մի ժամ այլեցինք, բայց սա 4 տարիների տաժանակիր աշխատանքի արդյունք է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի Սամին, ինձ փոխարինելու, ինձ նմանվելու եւ այսքան գեղեցիկ միջոցառում կազմակերպելու։ Շնորհակալ եմ։ Ամեն անգամ զարմացնում եմ ես, ամեն անգամ լցնում է այնպիսի էմոցիաներով, զգացմունքներով, ջերմությամբ ու զարմանքով, որ էմոցիաները բարձրանում են, լցնում են, ոգորտին են կանգնում, չենք կարողանում արտահայտել այն, ինչ որ կկարողանայինք բառերով արտահայտել։ Դա էներգիա է, որ ստացանք, շատ շնորհակալ ենք երեխաներին այսքան կրկելու, լցնելու։ Դուք ոչ միայն բժիշկ, ոչ միայն թիկնապահ, ուսուցիչ, այլ նաև արվեստի, մշակույթի մեծ գործիչ եք։ Թե ինչպես եք մեր երեխաներին սեր մկցում, մշակույթի մասնիկ դարձնում, և երաժշտական, և նկարչության բոլոր ճյուղերին ծանոթացնում, մասնակից եք դարձնում, թե մեծ աշխատանք եք տանում, բոլորս գիտենք, ահռելի աշխատանք, բոլորի հետ անհատական աշխատում եք, սերը զգում ենք մեր երեխաների, մեր նկատմամբ, մենք էլ բառերով արտահայտելու չէ, թե ինչքան շատ եք սիրում ձեզ ընկեր Պողոսյան, այնքան չեմ պատկերացնում, որ էլ չեմ զանգելու ձեզ։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ, իրոք ստանում ենք բարձր մակարդակի կրթության որակ եք տալիս մեր երեխաներին, ոչ միայն կրթություն, նաև դաստիարակություն, նաև բնավորություն եք ձևավորում, անչափ շնորհակալ ենք գեղեցիկ կոլեկտիվի համար։ Կարելի է։ Իհարկե, եկեք խմեցեք։ Տիկին Պողոսյան, չգիտեմ, մեզ համար շատ ակնավի է ձեր բոլորի աշխատանքը երեխաների դաստիարակության գործում։ Ու ծառայության բերումով մենք տարբեր դպրոցներ փոխում ենք, ես չեմ ասում մյուս դպրոցները բանտի չեն եղել, լավն են եղել։ Պարզապես առաջի անգամ, երբ որ 2 տարի մի քանի ամիս առաջ երբ որ մենք ոտք դրեցինք այս դպրոց, երեխան առաջի հարցը տալիս էր, արդյոք ես կունենամ ընկերուհի, ու ես իրան բնականաբար ասում էի, որ անպայման կունենաս ընկերուհի, բնականաբար այստեղ ձեռք բերեց
լավ ընկերներ, այդ կոլեկտիվը, այդ վերաբերմունքը, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք տեղացի չէինք, մոտեցումները, աջակից լինելը, իրոք սրտանց որպես տնօրեն շատ շնորհակալ եմ ձեզ, Տիկին Պողոսյան, ձեզ ամենալավն ու բարին ենք ցանկանում, բազում մատաղսելու ենք, կրթեք, բնականաբար այս դաստիարակված տղաները նաև դառնալու են վաղմիսօր մեր զինվորները, մենք շնորհակալ ենք ձեզ ոչ միայն այս երեխաների համար, նաև այն զինվորների համար, ովքեր որ ստեղ այս դպրոցում կրթվում եւ գալիս են մեր մոտ իրանց հայրենիքի նվիրումը արդեն ցույց են տալի իրանց ծառայության ընթացքում։ Սրտանց շնորհակալություն բոլորիցս։